Մարտի 10-ին Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում նշվեց բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ Խորեն Պալյանի 90-ամյակը։ Թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը հավաքվածներին հայտնեց, որ շուտով գիտնականի անունը կրող հուշատախտակ կտեղադրվի թանգարանի պատին և Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի Խորեն Պալյանի անունով։ Թանգարանի հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի ընկերներն ու մտերիմներն են, ամեն բան անում է, որ մշտապես արժևորվի և գնահատվի անվանի արվեստագետների գործը։ 5 տարի առաջ, երբ որ վերանորոգվեց նաև վեհափառ կաթողիկոսի մեր օրհնանքով և աջակցությամբ, պիտի ուրախանանք դրա վրա, ստեղծվեց թանգարան, և երկրորդ այսօր ուրախալի լուր ունենք, որ քաղաքապետարանը մեզ չմերժեց և Խորեն Պալյանի հարթաքանդակը պետք է դնենք և փողոց պիտի բացվի, ինչպես տարիներ առաջ Լուսինե Զաքարյանի անվան փողոց բացվեց Օհան Դորյանի փողոցի կողքը, բայց մենք այդ արարողությունները կանենք առաջիկայում, որովհետև հիմնադիր տնօրենը տերը թանգարանի Ռաֆի Պալյանը Ամերիկայում է և դժբախտաբար այրվեց իր տունը, ինչպես այդ ամբողջ փողոցը Փասադենայի կողքը, և նա կգա նոր, էթիկապես ճիշտ կլինի առանց նրա չբացել է այդ բոլորը։ Հիմա դե եկեք մտովի պատկերացնենք։ Խորեն Պալյանը բացառիկ կերպար է, ասում է նրա ընկեր, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։ 60-ականների ազգային ինքնագիտակցության զարթոնքի տարիներին նա էական դերակատարում է ունեցել։ Գիտական աշխատանքին զուգահեռ մշտապես հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել։ Մոտ 2000 շարական գիտեր և 2000-ն էլ երգում էր, դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, Երևանի պետական համալսարանի բանասիրական և աստվածաբանական ֆակուլտետներում, կազմել և ղեկավարել է տարբեր երգչախմբեր, շրջել ու համերգներով հանդես եկել Հայաստանի և Արցախի գյուղերում։ Ես ու Խորեն Պալյանը այն ժամանակներում, երբ Խորենը ղեկավարում էր Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, հայ տոհմիկ երգչախումբը, մեր ուսանողներն էին այդ երգչախմբի անդամները, մենք միասին ուղևորվում էինք Արցախ։ Պատկերացրեք, որ Բերձորի և ուրիշ տեղավայրերի թուրքացված երաժշտական դպրոցները կոմիտասյան երգով վերաօծում էինք հայկական դպրոցների։ Խորենի հետ միասին։ Նրա 90-ամյակի օրն է, և ես ափսոսում եմ, որ մեր երիտասարդ սերունդը լավ չգիտի կամ քիչ գիտի Խորեն Պալյան երևույթը, մի հզոր անհատականություն, որ Հայաստանի մեծ հանրագիտարանում հոգևոր երգերի և հայ եկեղեցու պատմության մասին շուրջ 400 հոդվածների հեղինակ է։ Խորեն Պալյանը իր առաքելությունը հայ հոգևոր երգի ուսումնասիրումն ու հանրահռչակումն էր դարձրել։ Դրանում մեծապես օգնում էր նրա գրափարի փայլուն իմացությունը, ավարտել էր Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, ուներ վարդապետի աստիճան և քաջածանոթ էր եկեղեցական արվեստին, երգասացությանը։ Միջոցառում էր կազմակերպված Պարուր Սևակին նվիրված, համերգը հիանալի անցավ, վերջում Սևակը հրավիրեց բոլորիս իր կնքախոր տուն։ Գնացինք, սեղանը գցած էր արդեն։ Հիմա սեղանապետը առաջարկեց խմել ուրեմն Լուսինեի կենացը, բոլորս բաժակը չխկացնում ենք Լուսինեի բաժակին, Սևակը բաժակը մոտեցրեց Խորենի բաժակին։ Բոլորս տարակուսած, այդպես զարմացած ուզեցինք ասել, մտածեցինք, որ չլսեց, որ Լուսինեի կենացն է, պաուզա տվեց։ Նրանից հետո ասեց Լուսինեի ծնունդով մենք Խորենին ենք պարտական։ Խորեն Պալյանի 90-ամյակի օրը երաժշտական կատարումներով հանդես եկան Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջի Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան անվանական կրթաթոշակներ ստացող սաները։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։